Երևանի ժամանակով զրուցաշարն է Ֆակտոր TV եթերում։ Բարև ձեզ, մեր զրուցակիցը այսօր երգիչ կոմպոզիտոր Վահան Արծրունին է։ Բարև ձեզ, պարոն Արծրունի։ Պարոն Արծրունի, իշխանություն, եկեղեցու վերնախավ, հակամարտությունը օր-օրի ավելի է սրվում։ Գարեգին Բ-ի հեռացման ծրագիրը նոր թափ է ստանում եւ Փաշինյանը հայտարարում է, որ իրական Հայաստանը վերհաստատվում է որպես քրիստոնեական արժեքների վրա հիմնված պետություն։ Դուք ընդհանուր առմամբ ինչ տպավորություններ ունեք։ Դե իշխանությունը միշտ պետք է իրականացնի իշխանություն, այսինքն իշխանությունը իշխելու համար է եւ հատկապես քանի որ մենք բոլորը շարժվում ենք դեպի ընտրություններ, բնականաբար, այսինքն բոլոր ռեսուրսները պետք է բևեռացվեն, թանձրանան եւ այսպես բոլոր հակասությունները դառնան այնպիսի մասշտաբներ ընդունեն, որպեսզի այսպես հասարակությունը կողմնորոշվի ըստ տարբեր բևեռների եւ դա բացի յուրաքանչյուր իշխանություն ստեղծում է նման լարվածության կետեր։ Ուրիշ բան, որ Փաշինյանը որոշել է թիրախավորել այս անգամ հայ առաքելական եկեղեցին, դուք հիշեք այդ պատմությունը, սկզբից առաջ բերելով այն հանգամանքը, որ վեհափառը ընտանիք ունի եւ զավակներ ունի, հետո կարծես թե հանգամանքը այդքան էլ մեծ ուժ եւ թափ չհավաքեց հանրության մեջ արձագանքի իմաստով եւ առաջ քաշվեցին այլ ռեսուրսներ, այսինքն ի հայտ եկան 10 եկեղեցականներ, որոնք որ որոշեցին Փաշինյանի ուրեմն գրասենյակում թե տանը հավաքվել եւ ուրեմն ստորագրել փաստաթուղթ, որը այսպես ճանապարհային քարտեզ է իրենից ներկայացնում։ Այսինքն սա ինչ հավաքեր եւ այսինքն կարգավիճակը այդ հավաքի անհասկանալի է, որովհետեւ եթե իշխանության կարգավիճակը հասկանալի է եւ հայ առաքելական եկեղեցու կարգավիճակը նույնպես հասկանալի է, որովհետեւ երաշխավորված է մեր սահմանադրությամբ, այսինքն հատուկ կարգավիճակը եկեղեցու, ապա այս կառույցի սա ինչ է ՀԿ-է, սա այսպես բարի կամեցողների խմբակ է, թե սա ինչ է, մի քիչ ինձ համար համենայն դեպս անհասկանալի է եւ անլուրջ է թվում։ Բայց ամեն բարեկայում մենք տեսնում ենք, որ իշխանությունը սա նույնպես դիտարկում է որպես լրջագույն այսպես ռեսուրս։ Էլ չասեմ նրա մասին, որ նաև ուղղակի օգտագործում է պետական ռեսուրսը, այսինքն ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն։ Սրանք բոլորը նշաններ են, որպեսզի յուրաքանչյուր խելացի կամ մտածող մարդ հասկանա ինչ է կատարվում, որովհետեւ օրինակ իրավիճակը կապված հայ առաքելական եկեղեցու հետ կարելի է դիտարկել տարբեր մակարդակներով, այսինքն միստիկ նշանաբանությունից սկսած ընդհանուր մինչև պարզ գույքային հարաբերություններ, պետություն, ենթադրենք եկեղեցի հարաբերություն, նույնպես կարելի է դիտարկել այդ մակարդակներով։ Այստեղ շատ կարևոր է այն չափման միավորը, որը որ դու ինքդ չափում ես քո վերաբերմունքը արժեքների նկատմամբ, որովհետև վերջի մենք խոսում ենք արժե համակարգերի մասին։ Եվ այստեղ առաջին հերթին արժե համակարգերի բախում է։ Մեր զրույցները միշտ մշակութային եւ բարոյահոգեբանական կոնտեքստ ունենան, եւ այդ իմաստով ես չուզենա, որ այսօր մենք հեռանանք այդ դիտակետերից, որովհետեւ իրականում մեր ամբողջ կյանքը եւ հարաբերությունները եւ միջմարդկային եւ հասարակության մեջ, այսինքն ես չափում եմ առաջին հերթին բարոյականությամբ։ Եվ եթե այդպես փորձենք վերաբերվել իրողություններին, ապա հստակ կարելի է ասել, որ դրանք ոչ այնքան բարոյական են, որովհետև մենք տեսնում ենք հսկայական քանակի հարցականներ։ Ընդհանրապես ինձ թվում է, որ այսպես պատասխանների շրջանից մենք վաղուց դուրս ենք եկել, մենք հիմա մտել ենք մի շրջան, որը ծնում է հսկայական քանակի հարցականներ։ Օրինակ, լյուստրացիայի հարցականը, որը նախընտրական թեզերից մեկն էր Նիկոլ Փաշինյանի։ Եթե դու հետևողական ես, քո քաղաքական այսպես ուղենիշներով շարժվող քաղաքական գործիչ ես, ապա դու կարող ես շատ հանգիստ այս բոլոր խնդիրները լուծել հենց առաջին ամիսների ընթացքում, երբ որ եկար իշխանության եւ երբ որ խոստանում էր լյուստրացիան։ Այսինքն ով ում գործակալն է, կարելի է բացահայտել ըստ քո խոստացածի եւ ոչ միայն այսպես պետական
օրգանների մակարդակով, այլ առհասարակ։ Եվ շատ հարցեր շատ ավելի հանգիստ կլուծվեին, որովհետև լուստրացիան դա ոչ միայն բացահայտում է, դա նաև հետևանքներ ունի, այսինքն որ եթե դու լուստրացիայի ենթարկված պաշտոնյա ես, դու այլևս պետական համակարգում ենթադրենք 20 տարի չես կարող ընդգրկվել եւ աշխատել պետության համար։ Գնահատական է կոնկրետ քաղաքական գնահատական։ Էլ չասեմ, որ հոգեբարոյական ինչ հսկայական նշանակություն, այսինքն սա հասարակության համար ինքնամաքրման ուղղակի ամենակարճ ճանապարհը կլիներ։ Կարող եմ օրինակ բերել հետպատերազմյան Գերմանիայում, այսինքն ամենամեծ լուստրացիան տեղի ունեցավ այն ժամանակ։ Այսինքն երբ որ հրապարակվեցին բոլոր, այսինքն գաղտնի փաստաթղթերը, ով էր աշխատում SS-ի համար, ով էր աշխատում եւ այլն, եւ այդ մարդիկ ուղղակի հեռացվեցին ասպարեզից, այսինքն պետական օրգաններում նրանք այլևս անելիքներ չունեին։ Սա չի նշանակում, որ իրանք պետք է հալածվեն եւ այլն, չնայած դա էլ վատ չէր լինի, այսինքն ես շատ կուզեի իմանալ ով է իմ հարևանը եւ այսինքն ինչով է զբաղվել ընդհանրեք նրա պապը, հա, անցած դարի 30-ականներին եւ 40-ականներին։ Բայց լայն իմաստով, այսինքն հասարակությունը առողջացնելու ճանապարհի միջոցներից ամենա այսպես ցայտուն եւ ամենաառողջ ձևը դա իհարկե լուստրացիան է։ Հիմա այդ լուստրացիան կետային է։ Ուզում եի դրան անդրադառնալ։ Այսինքն ինչու է իշխանությունը որոշել լուստրացիայի, հա, այսինքն կետային լուստրացիայի ենթարկել, չէ՞ որ այդ ինֆորմացիան միշտ էլ կար։ Այսինքն ԱԱՑ-ն ունի իր արխիվը վերջիվերջո եւ այդտեղ կան բաժիններ, որ եթե դու հրավիրում ես որպես իշխանություն այդ բաժնի ղեկավարին, նա պարտավոր է քեզ բացել այդ փաստաթղթերը եւ ասել այս մարդը էս երկրի գործակալն է, այս մարդը էս երկրի, սրանք տվյալներն են, սրանք ապացույցներն են եւ այլն։ Այսինքն երբ որ իշխանությունը սկսում է որոշակի ժամանակաշրջանում օգտագործել այդ լծակը, իսկ դա հզորագույն լծակ է մարդկանց վրա ազդելու, այսինքն իրենց շարժունակությունը սահմանափակելու։ Նա օգտագործում է որոշակի ժամանակահատվածում եւ այդ ժամանակահատվածը համընկնում է նախընտրական շրջանի հետ, դու ուրեմն պետք է հասկանաս, որ իշխանությունը ընդհանրապես օգտագործում է այդ հանգամանքը ինչ որ խնդիրներ լուծելու, որոնք որ անմիջապես կապված են իշխանավարելու խնդիրների հետ։ Տեսեք, Փաշինյանը շուրջ կես տարի է խոսում է եկեղեցին բարենորոգելու մասին, բայց հանդես էր գալիս որպես շարքային հավատացյալ։ Բայց այս վերջին իրադարձություններից հետո 10 հոգևորականների հայտարարությանը միացավ արդեն որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար։ Այս սրա մասին ինչ կարող եք ասել։ Դե նայեք, ինքը դա պատճառաբանում է նրանով, որ այսինքն ստատուս կվոն խախտել է առաջին հերթին եկեղեցին, եւ բարձրաստիճան եկեղեցականները, որոնք հանդես են եկել տարբեր հայտարարություններով, այսպես սրբազան շարժում են սկսել եւ իրենց ուրեմն ներգործությունը ուրեմն աշխարհիկ այսպես ասպարեզներում առաջին այսպես սադրանքներ, որը խախտեց բալանսը հարաբերությունների, որովհետև ըստ սահմանադրության եկեղեցին պետք է չեզոք դիրք գրավի, որովհետև այսինքն տարանջատված են իրարից իբրև թե եւ սկսում է իր որոշակի ընթացքը, որ այսինքն ես պանցիկ նշեցի, որ սկզբից այսպես փորձարկման, հա, այսպես որպես միջոց ընտրվեց այդ ուրեմն բամբասանքը, թե ինչ ասեմ, այսինքն այդ մակարդակի չի կարող իջնել երկրի ղեկավարը, այսինքն որպես փաստարկ ներկայացնելով։ Այսինքն սա ուղղակի վարկաբեկում էր, որին եկեղեցին կամ կաթողիկոսը որևէ կերպ չարձագանքեց եւ այսպես այս ալիքը կարծես թե սկսեց մարել։ Այս ընթացքում ձերբակալվեցին եւ բանտարկվեցին արքեպիսկոպոսներ եւ որոշակի այսպես քրեական բնույթ ունեցող նաեւ հետապնդումներ սկսեցին։ Այսինքն պետությունը սկսել է ակտիվացնել գործողությունները, այսինքն ոչ միայն այսպես վարկածներ առաջարկելով հասարակությանը, այլ նաև հստակ գործողություններ կատարելով։ Եվ այստեղ ներգրավում է եւ դատական համակարգը,
եւ ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն։ Ինչի ականատես, այսինքն դա ինչի մենք աչքով ենք տեսնում։ Այս հոգեվորականները գալիս են պատարակ մատուցելու եւ նրանց ուրեմն երաշխավորողը ԱԱԾ-ն է, որը այսինքն համազգեստով մարդիկ կանգնած են եւ դա ակնհայտ է։ Սա իրականում գիտեք, ավետարանում կա այսպես փոխաբերական իմաստով հոտի թեզը, այսինքն հովիվն ու հոտը, այսինքն ինչով է քրիստոնեական հոտը տարբերվում, ենթադրենք ոչխարների հոտից։ Երկուսն էլ ունեն հովիվ, երկու պարագայում էլ կա հոտ։ Տարբերությունը նրանում է, որ քրիստոնեական հոտը ունի հովիվ, իսկ ոչխարների հոտը նաև ունի գամփր շուն, որը կառավարում է այդ, այսինքն չոբանին պետք է գամփր։ Իհարկե շատ կոպիտ, այսպես փոխաբերական իմաստով եմ ես դա ասում, որովհետև իրականում, երբ որ ես տեսնում եմ ԱԱԾ-ի կամ հայ ոստիկանի ներկայությունը ուրեմն նման process-ների մեջ, ոչ թե քրիստոնեական հոտի, այսպես անալոգիան է աչքիս առաջ, այլ այն երկրորդը, որի մասին որ ես խոսեցի։ Եվ այս պարագայում նայեք, մենք նորից գալիս ենք հասկացությունների տարբեր մեկնաբանությանը, այսինքն ինչ է նշանակում լինել քրիստոնյա, կամ ենթանենք հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այսինքն դրա չափման միավորը որն է։ Եվ այստեղ գիտեք, օրինակ ես հայ եկեղեցականին չափում եմ այն օրինակներով, որոնք որ իմ կյանքում ունեմ, այսինքն ես անձնապես ծանոթ եմ քահանաներին, որոնց միջոցով կարելի է եւ եկեղեցին ճանաչել եւ այսինքն հավատքի գալ, այսինքն իրենք իրենց ամբողջ դրվածքով եւ կյանքով ծառայող են։ Իմ բախտը բերել է, այսինքն իմ չափման միավորը դա է, իմ կապը, միջնորդված կապը այդ տիրույթների հետ, այսպես շոշափելի է, ես կարող եմ այդ մարդկանց հետ հանդիպել, կարող եմ նրանց ձեռքը սեղմել եւ օրհնությունը ստանալ։ Այն զանգվածները կամ այն մարդիկ, որոնք որ չունեն նման միջնորդ, այսինքն պետք է գտնեն անպայման, որովհետեւ հանկարծ հովիվի փոխարեն կարող է ի հայտ գալ մի չոբան, որը տանի քեզ լրիվ այլ ճանապարհներով։ Այսինքն դու երբեք չես ճանաչի սրբությունը որպես սրբություն, ազնվությունը որպես ազնվություն եւ մաքրությունը որպես մաքրություն։ Այստեղ հսկայական քանակի շերտեր կան, որովհետեւ ընկալումը, հանրային ընկալումը եւ մեր պատմության եւ մեր մշակույթի եւ նույնիսկ եկեղեցու շատ տարբեր է։ Կենցաղային տարբեր բանաձևումներից սկսած, այսինքն երբ որ եկեղեցականը ընկալվում է որպես ռիտուալ սերվիս մատուցող, վերջացրած ամենաբարձր իմաստով այսպես կապերի այդ տիրույթների հետ, այսինքն հոգևոր կապերի։ Եվ այստեղ իհարկե նորից հսկայական քանակի հարցեր են ծագում։ Օրինակ իմ ամենամեծ հարցականը ծագել էր այն ժամանակ, երբ որ ես իմացա, որ Սուրբ Գեղարդը մասնատվեց եւ մի մասնիկը, մենք խոսել ենք դրա մասին տարիներ առաջ, ուղարկվեց Ռուսաստան, այսինքն ինչ է նշանակում սրբության ամբողջականությունը խախտել։ Դա իհարկե բացատրվեց, որ դա ընդունված տրադիցիա է, որ այսինքն մասունքները փոխանցվում են եկեղեցուց եկեղեցի եւ սրբությունը դրանից չի այսպես պակասում, բայց նայեք, քանի որ իմ ընկալումը անձնական, գուցե շատ սուբյեկտիվ է, բայց այսինքն կան բաներ, որոնք որ չեն մասնատվում, այսինքն ամբողջական պետք է դու ամբողջականության մեջ պետք է անցալես։ Եվ այսինքն այս հարցականների պատասխանները դու չես գտնում տարիների ընթացքում, բայց փոխաբերական իմաստով նայեք այդ մասնատումը, որը կապված էր մի սրբազան ուրեմն Գեղարդի հետ, որի վրա փրկչի արյունն է եղել։ Այսօր մենք տեսնում ենք այդ մասնատումը լրիվ այլ մակարդակներով։ Եվ այստեղ մենք խիստ պետք է բաժանենք աշխարհիկ տիրույթը հոգևոր տիրույթից, որովհետև աշխարհիկ տիրույթում մարդկային դատաստանն է իր ամբողջ համակարգով, դատարաններով, Փաշինյաններով, ԱԱԾ-ներով եւ ոստիկաններով,
իսկ հոգևոր տիրույթը աստվածային դատաստանի տիրույթ է։ Եվ այն գինը, որ վճարելու են այդ 10 սրբազանները, այսինքն մեզ համար անհայտ գին է, որովհետև այնինչ իրենք անում են ոչ միայն աշխարհիկ տիրույթի արտահայտումը ունի, այլ նաև այն տիրույթի, որտեղ լրիվ այլ ուժեր են, լրիվ այլ օրինաչափություններ են գործում եւ պատիժներ է ուրիշ։ Սա իհարկե իրենց գործն է, իրենց խղճի եւ իրենց վերաբերմունքի արժեքների նկատմամբ մենք ընդհանրապես դատում ենք որպես երկրի քաղաքացիներ եւ այստեղ էլ պետք է հստակություն այսինքն լինի։ Նույնիսկ այն պարագայում, երբ որ մենք խոսում ենք, որ վեհապարը ունի ընտանիք եւ զավակներ, այսինքն մենք նաեւ պետք է հասկանանք, որ այսինքն աշխարհիկ պետություն է այս պետությունը, վեհապարը օրենք խախտել է որևէ ունենալով զավակ, որպես քաղաքացի։ Եվ նայեք հարցականներ, որոնք որ այսպես միանշանակ պատասխանները շատ դժվար է գտնել եւ ընդհանրապես պետություն եւ եկեղեցի հարաբերությունները ցանկացած երկրում կառուցվում են այդ հարցականները այսպես բալանսի բերելու։ Կարծում եմ լավագույն բանաձևը տվել է Մուսոլինին, երբ որ շնորհել է Վատիկանին պետության ստատուս։ Այսինքն Վատիկանը ունի իր համակարգը պետական, իր բյուջեն, իր ոստիկանությունը, իր ուժային կառույցներ եւ այլն եւ այլն։ Եվ դա թույլ է տալիս Վատիկանին ոչ միայն դինել ներկայանալ որպես աշխարհիկ պետություն, այլ նաև լիակատար կատարել այսպես դիեզերական ֆունկցիան Վատիկանի կաթոլիկ աշխարհում։ Նայեք, մենք շատ էինք մոտեցել այդ կարգավիճակին, այսինքն երբ որ սահմանադրությամբ երաշխավորվում է այսպես հայկական առաքելական եկեղեցու այսպես անկախությունը եզակիությունը, այսինքն որոշակի երաշխավորություններ կան այդտեղ։ Մեկ քայլ էր մնացել նաև շնորհելու այդ իրավունք։ Դե պատկերացրեք, եթե օրինակ Մայրաթորը ունենար Վատիկանի ստատուսը։ Կստացվեր այս ամբողջ պատմությունը, այս 10 հոգին այսպես կհավաքվեն, ենթադրենք վարչապետի տանը եւ ինչ որ թղթեր կստորագրեն, ինչ որ տեքստերի մասին կխորհեն, թե չէ։ Նայեք, այստեղ անկատարության համակարգն է, որովհետև ամեն ինչ կիսատ է, ինչպես նայեք այդ սահմանադրությունը, որը խոստացել էր Նիկոլ Փաշինյանը փոխել, երբ որ եկել էր իշխանության, որը Սերժ Սարգսյանի այսպես մոգոնած սահմանադրություններ, ինչպես այդ սահմանադրությունը հիմա երաշխավորում Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները, չէ՞ որ նրանք սահմանադրական են վերջի։ Եվ մենք հասկանում ենք, որ դա անկատար է, այսինքն համեմատած ենթադրենք նույն պրեզիդենտական համակարգի հետ դա հսկայական քանակի թերություններ ունի, այսինքն անկառավարելի է երբեմն դառնում վարչապետը, որովհետև դուք լծակներ չունեք օրենսդրական եւ սահմանադրական սահմանափակելու։ Նա հանգիստ կարող է դուրս գալ եթեր եւ ասել, որ գնացեք եւ ուրեմն դատարանները բանարեք, պաշարեք։ Կամ ենթադրենք կարող է պատերազմի ժամանակ ասել, գիտեք, 30 հոգով հավաքվեք, ձեր մեջից ընտրեք ուրեմն հրամանատար եւ գնացեք կռվեք։ Այսինքն որևէ լծակ, որը կստիպեր նրան այսպես կամ որևէ սահմանափակումներ ստեղծեր, որպեսզի նման բաներ չկատարվեին, կամ ենթադրենք ազգային ժողովում կանգնում է եւ սկսում է բամբասանքներ տարածել։ Ուղղակի բամբասանքներ տարածել, որ մաթափ տանով, որ իբրև թե ես ԱԱԾ-ից ունեմ հատուկ տվյալներ եւ այդ հայտնի է մարդիկ որտեղ են աշխատում։ Այսինքն այստեղ անլրջության բանը չափը անհամադրելի է այն հնարավորությունների հետ, իշխանական հնարավորությունները, որ ունի այդ մարդը։ Լինի դա Նիկոլ Փաշինյան կամ որևէ մեկ ուրիշը, այդ հնարավորությունները նման գործողություններ կատարելու եւ նման ուրեմն իրավիճակներ ստեղծելու, հանրային էֆեկտներ ստեղծելու ինքը երաշխավորված է սահմանադրությամբ։ Հիմա այդ նույն երաշխավորությամբ գործում է Մայրաթորը։ Այդ իմաստով որևէ խախտում կա Մայրաթորի կողմից։ Այսինքն ստատուսային իմաստով։
Եթե լիներ, դա վաղուց կդառնար դատարանի քննման առարկա։ Ինչպես նաև առաջինը։ Օրենք խախտել է այս մարդը, որ երեխա ունի։ Թողենք մի կողմ բարոյական եւ տես աստվածաբանական եւ մնացած այսպես դատողությունները։ Այսինքն բռնվելու տեղ կա այստեղ, որպիսի ստեղծես դատական կամ այսպես իրավական պրեցեդենտ։ Ըստ էության չկա։ Ուրեմն պահանջվում են այլ ռեսուրսներ։ Եվ հանկարծ մենք տեսնում ենք հերթական բևեռացումը հանրության։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը դրա վարպետն է ըստ երևույթին, որովհետև նա կարողանում է արդեն որերորդ տարին ստեղծել խիստ հակասական իրավիճակներ, որոնք բերում են հասարակության պառակտման ու կարծիքների եւ ամենակարևորը տրամադրությունների հսկայական բևեռացում։ Տրամադրություններից խոսենք։ Այս տարի ընտրություններ են սպասվում եւ դրան ընդառաջ թե իշխանությունը, թե ընդդիմությունը փորձում են այսպես հաղորդակցության իրենց հմտությունները ցույց տալ, քաղտեխնոլոգիաներ են կիրառում։ Փաշինյանի կողմից տեսնում ենք այդ սրտիկային, փլեյլիստային այդ քաղաքականությունը հանրությանը գրավելու։ Ընդդիմության կողմից տեսնում ենք եւս ինչ որ հոլովակներ, ծաղրական բնույթի անգամ իշխանության մասին, ինչ որ այսպես սատիրիկ բնույթի տեսանյութեր։ Ինչ ընդհանուր տպավորություններ ունեք, նրանք կարողանում են թե իշխանությունը, թե ընդդիմությունը երկխոսել հանրության հետ, կապի դուրս գալ, մի դաշտում հայտնվել, դա օգնում է, ստացվում է, թե պատկերացրեք Facebook-ը չկա եւ Instagram-ը չկա։ Ինչ հաղորդակցման միջոցներ ունի ընդհանրեն ընդդիմությունը։ Հատկապես երբ որ ընդդիմության ենթարենք փաստարկը կամ արգումենտը կարող է հետեւյալ տեսք ունենալ, ուրեմն լուսանկարը վերջերս տեսա, որ ծնկի իջած Նիկոլ Փաշինյանն եւ Ալեն Սիմոնյանը եւ տակը գրված է տեսնում եք նրանք ծնկի էին իջել Աննայի առաջ։ Այսինքն սա ինչ լրջության փաստարկ է։ Կամ ենթարենք ինչ հումոր ստեղ կա կամ ենթարենք սարկազմ։ Դա ուղղակի ապուշություն է։ Եվ դու տեսնում ես, որ դա այդ ապուշությունը օգտագործում է որպես այսպես դրա իմաստը չեմ կարող հասկանալ։ Այսինքն միջոց ներազդելու հանրության վրա կամ հակառակը ենթադրենք ԿՊ-ական խրախճանքի վիդեոյի պատկեր, երբ որ ուրեմն ամբողջ այս վերնախավը այս կուսակցական թռվռում է ռաբիզ երկի տակ։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ դիսկուրսի մակարդակը իջեցվել է այնչափ է իջեցվել, որ նույնիսկ այսպես ես հիմա դժվարանում եմ սա մեկնաբանել եւ այսինքն ինքս ինձ համար բացատրել որևէ կերպ։ Ինքը անընդունելի է եւ այսինքն գուցե ինչ որ խավերի վրա որոշակի ազդեցություն է սա գործում կամ ենթադրենք որոշակի խավեր զգում են այսպես սերտանում է իրենց վերաբերմունքը եւ իշխանության հանդեպ եւ ընդդիմության հանդեպ, բայց անլրջության չափը, այսինքն վաղուց այդ կարմիր գծերը անցել են, այսինքն շատ դժվար է լրջորեն մեկնաբանել այս սրտիկները այդ թվում տարբեր երաժշտության տեսակների, երգերի քաղաքական ներքո դիսկուրս ընդհանրապես չկա մեր երկրում, չկա, ինքը բացակայում է, ինքը ասեկոսների եւ թույլ կամ ոչ այնքան թույլ մի քիչ ուժեղ փաստարկների կամ այդպես բռնոցի տպավորություն է շատ հաճախ թողում, հասկանում եք, որովհետեւ քաղաքական դիսկուրսի համար պետք են քաղաքական ուժեր, որոնք հիմք ունեն գաղափարախոսություն հստակ գաղափարախոսություն, իսկ կուսակցություններ կամ ընդհանրեք շարժումներ քաղաքական, որոնց գաղափարախոսությունը չստվեր այս տարիների ընթացքում են գրեթե չունեն, որովհետև ասվում է մի բան, դու տեսնում ես, որ ընդհանրենք այս Պաշտոնյան, որը այս կուսակցության, այս գաղափարախոսության ներկայացուցիչն է, հանկարծ սկսում է արագ հարստանալ եւ հետո իմանում ես, որ դատարանում է հայտնվել եւ պետք է նստի բանտում շարունակի իր կյանքը։ Այսինքն իրականում հասարակության կարգավիճակը ողորմելի է, ուղղակի ողորմելի է, որովհետեւ
նման իրավիճակում ճշգրիտ վերաբերմունք դրսևորել քաղաքական process-ների նկատմամբ չի ստացվի, որովհետև այդ process-ները ըստ էության քաղաքական բնույթ չեն կրում։ Այսինքն փողոցային հարաբերությունների, բամբասանքի եւ այսպես բակային այսպես հարաբերությունների ու հարաբերությունների տեսակների բան են դառնում ոլորտ, որտեղ շատ դժվար է այսպես հասկանալ ով ինչ է ուզում։ Դրան ուզում եի անդրադառնալ, դուք տարիներ առաջ ասում եք, մենք ունենք հասարակություն, որտեղ ապրում են տառապող մարդիկ, այդպեսի մի միտք եք արտահայտել։ Հիմա ինչպիսին է իրավիճակը, մասամբ նշեցիք, մենք պատրաստ ենք այն մարտահրավերներին արտաքին ու ներքին, որոնց առջև այսօր փաստացի կանգնած ենք։ Եվ պատերազմի միջով անցանք, կորուստների միջով անցանք, եւ հիմա էլի լուրջ մարտահրավերներ կան եւ արտաքին եւ ներքին։ Նայեք, ինձ թվում է, որ հասարակությունը վաղուց այդ բնազդները ինքնապաշտպանության կորցրել է։ Այսինքն հասարակությունը կողմնորոշված չի։ Այսինքն ոչ միայն արտաքին քաղաքականության հարցերում, այլ ինչը շատ ավելի ողբերգական է ներքին քաղաքական իրավիճակների մասին չի կարող հստակ դատողություն ունենալ։ Այսինքն մոլորության չափը այնպիսին է, որ նա շատ հաճախ նախընտրում է այսինքն չեզոք դիրքորոշումը, այսինքն քանի որ ես գլուխ չեմ հանում կամ քանի որ զզվելի է այս ամենը, արի ես ավելի հեռու լինեմ։ Եվ ընտրություններից ընտրություն մենք տեսնում ենք, որ այդ մասնակցողների ընտրությունների մեջ չմասնակցողների զանգվածի քանակը միշտ մեծանում է։ Այսինքն պետք է հասկանալ, որ հասարակության հսկայական մի հատված իրեն հեռու է պահում այս կեղտից, այս process-ներից։ Իսկ քանի որ Սերժ Սարգսյանի այս վերջին խմբագրումը սահմանադրության այնպիսին է, որ ընտրում է փոքրամասնության մեծամասնությունը, միշտ ուրեմն իշխանությունը երաշխավորված կլինի եւ միշտ կաշխատի, որպեսզի այն զանգվածը, որը չի մասնակցում ընտրություններում, աճի։ Որովհետև սա ամենակարևոր երաշխիքն է նրա, որ նա միշտ կպահի իր իշխանությունը այն փոքրամասնության մեջի մեծամասնության հաշվին։ Եվ դա իրողություն է, որը ինքը իշխանությունը չի փոխի երբեք, որովհետև դա հարմար է շատ։ Եվ նա հստակ գնում է ընտրություններին համոզված լինելով, որովհետև որ նա այսպես հաղթանակած դուրս կգա, որովհետև նախ ունի պետական ռեսուրս, երկրորդը ընդդիմությունը պարակտված է ներսից, այսինքն ինքը ընդհանրացված ընդդիմություն չի, այսպես մենք ենք անվանում ընդդիմություն որպես ընդդիմություն, հսկայական քանակի ներքին այդտեղ խնդիրներ կան եւ խնդիրներ կան։ Եվ երրորդ հանգամանքը այդ process-ներին չմասնակցող հասարակության հսկայական տոկոսը։ Այսինքն դա անտարբերություն չի, այլ ինչի արդյունք է դեպքում։ Դա, այսինքն վերջիվերջո դա իհարկե անտարբերություն է, բայց սրա հիմքում կարող է լինել նաև պարզ մարդկային զզվանքը եւ ուղղակի հոգնածությունը, այսինքն քանի տասնամյակ կարելի է այս ռեժիմով ապրել, երբ որ քո իշխանությունը միշտ զբաղված է նրանով, որ ուղղակի պարզապես իշխանավորները հասնում են իշխանությանը, որպեսզի բարելավեն սեփական կյանքի պայմանները։ Եվ դա դարձել է արդեն ավանդույթ, այսինքն այս մարդիկ գալիս են իշխանությանը, ստեղծում են որոշակի հնարավորություններ իրենց մերձավորների եւ իրենց համար եւ հանգիստ փոխանցում են իշխանությունը հաջորդ այսպես պերսոնաժին։ Եվ դա դարձել է, այսինքն ոնց որ թե արդեն օրինաչափություն է դարձել։ Սրանով նաև պայմանավորված է ժամանակին հսկայական էմիգրացիան երկրից, որովհետև ընդհանրապես մարդուն հողից կամ ենթադրենք իր պապական տնից պոկելը հեշտ բան չի։ Բայց մենք տեսնում ենք եւ այդ process-ը տասնամյակների իրաց համենայնպես իմ աչքի առաջ է դա տեղ ունեցել 90-ականներից սկսած։ Ինչու են մարդիկ գնացել, նրա պատճառով որ դժվար էին պայմանները եւ այլն, չէ։ Նրա պատճառով որ այն ինչին իրենք պատրաստ էին տալ երկրին, հայրենիքին, երկիրը ցույց է տալիս, որ չէ, այդքան էլ պետք չի էլի։
Նույն օրինակ գիտնականների ես վերցնեմ այդ օրինակը խորհրդային շրջանում Հայաստանում աշխատում էր 50-ից 60 հազար գիտնական, այսինքն հաստիկային գիտնական։ Ենթադրենք կեսը այդ գիտնականների ընդհանուր սուրճ սարքող եւ սուրճ ըմպող այսպես հանրույթ էր։ Հիմա հաշվեք գիտնականների քանակը երկրում։ Այսինքն սա ռեսուրսի կորուստ է ակնհայտ։ Հիմա այդ կորուստը շարունակվում է, այսինքն մակարդակը իջել է ուսանողական, այսինքն ցանկացած բուհի ուսանողին հարցրու ինչպես ես տեսնում քո ապագան, եթե նա լավ սովորող է, նա քեզ կպատասխանի, որ ես անգամ լավ պիտի սովորեմ, որ շարունակեմ մագիստրատուրան կամ ընդհանրեն շարունակեմ իմ ուսումը դրսում։ Բնականաբար այդ ռեսուրսը, եթե լավ ռեսուրս է, պահանջված է նաև դրսում։ Եվ այդ իմաստով իհարկե այն ճիքերը, որ գործում է այդ ակադեմիական քաղաք ստեղծելու եւ այլն, իրենք բան են, ոնց ես ասեմ, այսինքն ես մինչև 30 թիվը դու հա կորցնես, որ հետո փորձես 0-ից ստեղծես, խելամիտ է դա։ Չէ՞ որ կարելի է այդ հսկայական ռեսուրսները օգտագործել նրա համար, որպեսզի ստեղծել պայմաններ երկրում եւ եղածի հիման վրա այդ, այսպես ասած, բարեփոխումը կրթական ունենալ եւ կարիքը չէր լինելու այսպես գովազդային տուրեր ուրեմն սկսելու իբրև թե դա նորաձև է կրթությունը կրթությունը պարտադիր է նույնն էլ վերաբերում է եկեղեցու բարեփոխումներին այսպես շատ թույլ թեզի դու նայ 2000-ամյա պատմություն ունեցող կառույցի այսպես նկատմամբ ինչ բարեփոխում դրսից պիտի բարեփոխես իսեր Աստծո հատկապես հաշվի առնելով որ մայրաթորը այսինքն հոտի իմաստով ոչ միայն Հայաստանի հայությունն է այս համայն այսինքն ամբողջ աշխարհի հայությունն է այսինքն սա միակ միջազգային կառույցն է որը հսկայական ցանց ունի այսինքն սա ի տարբերություն մեր պետության ցանցային կառույց որը ունի հստակ պատմություն, գաղափարախոսություն եւ ներքին կանոնադրություն, որը այսպես 10 հոգով դու չես կարող այսպես բարեփոխել, ինչքան էլ որ ենթադրենք հավաքվեք ձեր տանը եւ թղթեր ստորագրեք։ Շնորհակալ եմ ձեր տեսակետների համար, պարոն Արծրունի։ Ես եմ շնորհակալ, որ առիթը ստեղծեցիք խոսելու շատ կարեւոր թեմաների շուրջ, որովհետեւ այս տարին այսպես կարծում եմ ոչ այնքան տոնական դրամատուրգիությամբ է սկսվում, ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում եւ մենք բոլորս պետք է շատ զգոն եւ պատրաստ լինենք։ Շնորհակալ ենք։ Իսկ ես հիշեցնեմ, որ Երևանի ժամանակով զրուցաշարներ Ֆակտոր TV եթերում կհանդիպենք